Նոր նախագիծ է արվում կապսի ջրամբարի շինարարության համար չինական կազմակերպության հետ էլ արդեն պայմանագիրը խզվել է։ Այսպիսով Շիրակի մարզի համար ռազմավարական նշանակություն ունեցող կապսի ջրամբարի շինարարությունը նոր փուլ է մտնում, սակայն շինհրապարակում աշխատանքները դեռևս չեն վերսկսվել։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանի խոսքով նոր նախագծի շրջանակում ջրամբարի ծավալը նախատեսվում է գրեթե կրկնապատկել, հասցնելով 60 միլիոն խորանարդ մետրի եւ վերջինս հույս հայտնեց, որ հաջորդ տարվա սկզբին արդեն նոր շինարար կունենանք։ Պայմանագիրը չինական կապալառու ընկերության հետ արդեն խզվել է։ Հիմա մենք նոր նախագծի պատվիրման փուլում ենք, որտեղ գոյություն ունեցող ծավալները շուրջ կկրկնապատկվեն եւ նոր նախագիծը վերաբերվելու է արդեն 60 միլիոն խորանարդ մետր ծավալի։ Այս մասով նախագիծը պատրաստ լինելուն պես միջազգային ընթացակարգերին համապատասխան կդրվի մրցույթի եւ ես հույս ունեմ եւ վստահ եմ, որ մենք մյուս տարվա սկիզբ այնտեղ շինարար կունենանք եւ արդեն շինաշխատանքները կսկսվի։ Ջրածոր գյուղի հետ կապված պարոն նախարար։ Գյուղի հետ կապված պլանները նույնն են, ինչ ունեցել ենք, այսինքն այս ծավալների մեծացումը ենթադրում է շարունակել են նույն տրամաբանության մեջ, ինչով որ արել ենք այն հատվածներում, որտեղ տեղափոխման անհրաժեշտություն կա, այդ տեղափոխումը իրականացնել ենք։ Կառավարության որոշմամբ բարելավվել են տավարաբուծության զարգացման 25-29 թվականների ծրագրի պայմանները։ Փոփոխությունների արդյունքում տոհմային կենդանիների ձեռքբերման ծախսերի փոխհատուցումը սահմանվել է 50%, նախկին 30% եւ 40%-ի փոխարեն։ Մեկ գլխի հաշվարկային առավելագույն արժեքը 1 միլիոն դրամից դարձել է 1.1 միլիոն դրամ։ Վարկերի արտոնյալ ժամկետը 12 ամսից դարձել է 18 ամիս։ Վարկերի տոկոսադրույքը սուբսիդավորվում է 100%-ով, ինչի արդյունքում շահառուները կարող են օգտվել 0% արդյունավետ տոկոսադրույքով վարկից։ Ծրագրի առավելագույն շեմը 300 գլխից բարձրացվել է մինչև 1000 գլխ։ Կավարաբուծության ոլորտում բացասական միտումները սկսվել են դեռևս 2017 թվականից։ 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում հաշվառվել էր 590,600 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի, ինչը նախորդ տարվա համեմատ նվազել էր 9.9%-ով։ Գլխաքանակի նվազման հիմնական պատճառներն էին անասնակերի գների կտրուկ աճը, անբարենպաստ եղանակային պայմանները, կենդանիների արտահանման մեծ ծավալները, արտադրության ինքնարժեքի բարձրացումը։ Արդյունքում սկսեց նվազել շուկայում առկա կենդանիների քանակը, ինչը հետագայում ազդեց նաև մսամթերքի գների վրա։ Հայաստանում տարեկան պահանջարկը կազմում է շուրջ 66-68 հազար տոննա տավարի միս, մինչդեռ տեղական արտադրությունը ներկայում գնահատվում է շուրջ 53-55 հազար տոննա։ Առկա խնդրի լուծման նպատակով 2019 թվականին մեկնարկել է տավարաբուծության զարգացման պետական աջակցության ծրագիրը, որի նպատակն էր տնտեսավարողներին աջակցել բարձր մթերատու տոհմային կենդանիների ձեռքբերման հարցում։ Ծրագրի իրականացման արդյունքում 2019-2025 թվականներին ձեռք է բերվել 2574 գլուխ տոհմային խոշոր եղջերավոր կենդանի, իսկ դրանցից ստացվել է շուրջ 10,000 գլուխ սերունդ։ Ծրագրի մասնակից կարող են դառնալ իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը, համայնքները։ Շահառու դառնալու համար անհրաժեշտ է մինչև կենդանիների ձեռքբերումը դիմում եւ պահանջվող փաստաթղթերը ներկայացնել էկոնոմիկայի նախարարություն։ Ծրագիրն իրականացվում է մինչև 2029 թվականի դեկտեմբերի 31-ը։ Մոտ 2 րոպեից մեր թռիչքի սկիզբն է, մենք պատրաստվենք, որ կատարենք մեր սիրելի թռիչքը։ Ինչքան էլ թռնես, ինչքան էլ կատարելագործվես, մեկը քիչ է, որպես օտաչուտը կարող եմ վստահ ասել։ Օդաչու լինելը պարզապես մասնագիտություն չէ, այն ընտրություն է, կենսակերպ, նվիրում եւ ինչ-որ առումով կախվածություն օդից։ Օտաչու նստելով ինքնաթիռի մեջ մոռանում է ամեն ինչի մասին, միտքը, գաղափարը իր թռիչքի հաջող ճիշտ կատարման վրա է, վայելում է թռիչքի ամեն վայրկյանը։ Եվ ահա սկսվում է այն, ինչին հնարավոր չէ նայել առանց հիացմունքի։ Սուր վերելքներ, կտրուկ շրջադարձեր, արագության ու ճշգրտության անհավանական ու միաժամանակ կատարյալ համադրություն։ Արդեն 10 տարի է թռնում եմ։ Ու ամեն թռիչքի հետ կատարելագործվում ես, զարգանում ես, աշխատում ես քո վրա ու աճում ես, անընդհատ աճում ես։
Օդաչուի ամենամեծ գնահատականը հաջողված թռիչքն է։ Նրանք պարզապես ամեն օր կատարում են իրենց ծառայությունը։ Ծառայություն, որը պահանջում է անվախություն եւ հավատ սեփական ուժերին։ Բոլոր օդաչուները ցանկացած պարագայում ձգտում են հասնել իրենց թե ծառայողական, թե մասնագիտական ամենավերին արդյունքներին, թե ինչպիսի խուսավարումներ, ինչպիսի թռիչքներ են կատարում, ինչպիսի մանևրներ են կատարում երկնքում, բոլորս ճիշտ է հիանում ենք, բայց իմացած եղեք, որ այդ ամեն ինչը կատարվում է, ցուցանվում է օդաչուներին, որպեսզի իրենք իրենց ժամանակին, իրենց դիմաց տված խնդիրը ճիշտ կատարեն։ Օդաչուն երբեք միայնակ չի թռչում, նրա հետ են տարիների ուսուցումն ու փորձառությունը, հայրենիքի հանդեպ անսահման մեծ պատասխանատվությունը, եւ հենց այդ պատասխանատվությունն է, որ սովորական մասնագիտությունը դարձնում է առաքելություն։ Շփոթ ենք, որ մեր բանակը զարգանում է։ Սու-25-ն ու Սու-30-ը շարունակում են գծել իրենց հետագիծը հայկական երկնքում, իսկ նրանց խցիկներում նստած մարդիկ ամեն օր ապացուցում են պարզ ճշմարտությունը։ Երկինքը վստահվում է միայն լավագույններին։ Լաուրա Մամյան, Հայկ Չիլինգարյան։ Տեգի ծայրեր, նետասլակներ, քերթիչներ, որտեղ շատ կարևոր է եղել մորթու մշակումը։ Այս տարվա լավագույն գտածոներից մեկը սա ուրեմն բրիչ է, որի միջոցով փորել են հողը եւ ամենայն հավանականությամբ ձեռք բերել արմատիկներ։ Եթե տեսնում եք, ծայրը բավականին աշխատած է։ Այս ամենը մասնագետների խումբը հայտնաբերել է ակադեմիական քաղաքի տարածքում։ Ենթադրում ենք, թե գործ ունենք բրոնզի վաղ երկաթի դարի հետ, բայց այն ինչ պեղումների շնորհիվ բացահայտվեց, վեր էր ամեն պատկերացումից։ Առաջին հայացքից սա գուցե ուղակի քարերի կույտ է թվում, սակայն այստեղ հնագույն բնակավայր են հայտնաբերել, քարաշեն սենյակներից բաղկացած ճարտարապետական համալիր։ Հնագետի նախնական գնահատականով բնակավայրը հետսառցադաշտային ժամանակաշրջանից է։ Հնավայրի արժեքն ավելի լավ պատկերացնելու համար այդ ժամանակաշրջանը մեզնից մոտ 15-20 հազար տարի առաջ էր։ Այստեղ կավային հարթակ է եղել։ Կավով սվաղել են բնահողը եւ ստացել են աշխատանքային մակերես։ Դա առանձնապես լավ երևում է այսպես կոչված հասարակական շինության ներսում։ Բոլոր կառույցները, որ այստեղ մենք պեղել ենք, փաստորեն ունեն մինչև 4 մետր տրամագիծ։ Մինչդեռ այստեղ մենք ունենք 16 մետր տրամագծով մի կառույց։ Սովորաբար այդպիսի կառույցները համարվել են հասարակական շինություններ, որտեղ հավաքվել են ցեղի փորձառու ավակները եւ իրենց փորձը, գիտելիքները, իրենց ցեղի ավանդույթները, պատմությունը դասավանդել երիտասարդ սերնդի։ Մինչև այժմ այդ դարաշրջանից մեզ հայտնի են եղել քարանձավներ, սակայն բնակատեղին քարե ճարտարապետությամբ եզակի երևույթ է, ասում է արվեստագիտության դոկտոր պրոֆեսորը։ Այստեղ մենք ունենք բոլոր ձև, ձվաձև, կլոր հատակագծով ավելի քան արդեն 42 շինություն։ Սա ժամանակի իմաստով շատ մեծ է։ Մենք այստեղ ունենք 1 հեկտարից ավելի մակերես։ Սիմոնյանը հպարտությամբ է նշում, որ այս ամենը հայտնաբերվել է հենց Երևանում։ Մայրաքաղաքի տարիքը սկզբից Էրեբունին էր, հետո Շենգավիթը, իսկ հիմա արդեն կարող ենք ասել, որ ամենավաղնջական բնակատեղին, որտեղ ապրել է մարդը, որը վարել է հավաքչական եւ որսորդական կենցաղ, հաստատվել է այն ժամանակվա համար շատ բարենպաստ վայրում, երկու կողմերից եթե նայեք, չորացած գետերի հուներ են։ Այսինքն եղել է ջուր, որ ամեն անհրաժեշտ բանն է մարդու բնակության համար։ Հակոբ Սիմոնյանը տարածքն ուսումնասիրել է դեռ 1988-ին։ Պեղումները սակայն սկսել են միայն նախորդ տարի։ Գտածոները տանում են լաբորատորիա մասնագիտական հետազոտության համար։ Մաքրվում են կրային նստվածքից եւ մնացած աղբից, այսպես ասած, եւ որից հետո չափագրվում են, գրչանկարվում են, այնուհետեւ լուսանկարվում են եւ համապատասխան իրենց տեղը գտնում են մեր պատմամշակութային ժառանգության ասպարեզում։
Պեղումներն այստեղ պետք է կատարվեն պարբերաբար, պետք է համատեղ արշավախմբեր կազմակերպեն, քանի որ գործ ունենք համաշխարհային բնույթի բնակավայրի հետ, ասում է հնագետը։ Կարողանանք այս ամենը հետազոտել աշխարհի լավագույն լաբորատորիաներում, տարիքը հստակ իմանալու համար, օրինակ հիմա բանակցություններ են վարվում ուրան թորի անալիզների միջոցով հայտնաբերված գտածոները թվագրելու համար։ Հնավայրը լինելու է ակադեմիական քաղաքի հպարտությունը, կարծում է Հակոբ Սիմոնյանը, շարունակում, այստեղ պետք է գան միջազգային արշավախմբեր, ուսանողների համար կազմակերպվեն ամառային դպրոցներ։ Էմմա Վարդենյան, Սեյրան Անտոնյան, լուրեր։ Իրանի նկատմամբ տնտեսական ճնշումը չի նշանակում, որ ռազմական գործողությունների վերսկսման տարբերակը բացառվում է, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նրա խոսքով Միացյալ Նահանգները ցանկանում է տեսնել, թե ինչի կհանգեցնեն տնտեսական միջոցները։ Թրամփը հերթական անգամ պնդել է, որ այժմ Իրանը տնտեսական լուրջ խնդիրների է բախվում եւ որ երկրում ինֆլյացիան հասել է 350%-ի։ Մենք լիովին վերահսկում ենք Հորմուզի նեղուցը, նրանք ցանկանում են համաձայնագիր կնքել, բայց իմ կարծիքով դեռ պատրաստ չեն ճիշտ գործարքի, նշել է Թրամփը։ Իր հերթին Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Միացյալ Նահանգների նոր տնտեսական պատժամիջոցներն ուղղված են ոչ միայն Թեհրանի դեմ, այլև նպատակ ունեն ամերիկյան ինքնիշխանությունը տարածել ՄԱԿ-ի յուրաքանչյուր անկախ պետության դեմ։ Ոչ մի պետություն չի կարող օրինական կերպով պարտադրել օտարերկրյա բանկերին, ձեռնարկություններին կամ օդանավակայաններին հրաժարվել երրորդ պետության հետ օրինական առևտրից, նշել է նա։ Բաղային հավելել է, այս պահանջները ծովային շրջափակման հետ միասին խաթարում են այլ պետությունների ինքնիշխանությունը։ Միևնույն ժամանակ ըստ Իրանի պաշտպանության նախարարության վերջին տարվա ընթացքում զինամթերքի արտադրությունը կրկնապատկվել է եւ այժմ երկիրը նախատեսում է եռապատկել այն։ Ռուսաստանը եւ Ուկրաինան շարունակում են ինտենսիվ ռազմական գործողությունները։ Գրիվոյ Ռոգի առևտրային կենտրոնին օգոստոսի 21-ին հասցված հարվածի զոհերի թիվը հասել է 16-ի, 130 մարդ վիրավորվել է, 9 մարդ անհետ կորած է։ Դեպքի վայրում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին խոստացել է պատասխանել այս հարձակմանը։ Գիշերը հրթիռների եւ անօդաչուների հարվածների է ենթարկվել նաեւ Օդեսայի մարզը, վնասվել է երկաթգիծը։ Զապորոժիեում եւ Կիևում կա մեկական զոհ։ Ռուսական ուժերը հայտնել են, որ Կիևում թիրախավորել են Բրովարի լոգիստիկ կենտրոնը։ Ուկրաինական ուժերն էլ առաջին անգամ թիրախավորել են Օզոն ընկերության ենթակառուցվածքը, որտեղ հրդեհ է բռնկվել։ Սամարայի մարզում Օզոնի պահեստից ավելի քան 500 մարդ է տարհանվել կան տուժածներ։ Ընկերությունը հայտնել է, որ պատվերների զգալի մասը կչեղարկվի։ Մինչ այս թիրախավորվում էր միայն Wildberries-ը։ Միևնույն ժամանակ Կիև է ժամանել Գերմանիայի արտգործնախարարը։ Այցի հիմնական թեման առաջիկա ձմռանը նախապատրաստվելն է։ Յոհան Վադեֆուլն ուկրաինական կողմի հետ կքննարկի նաև պաշտպանության եւ անվտանգության ոլորտում փոխգործակցության խորացումը։ Միացյալ Նահանգների եւ Կանադայի միջև առևտրային բանակցությունները վերջին պահին ձախողվել են եւ Վաշինգտոնը 50% մաքսատուրքեր է սահմանել կանադական մոտ 20 միլիարդ դոլարի ապրանքների նկատմամբ։ Վարչապետ Մարկ Քարնին հայտարարել է, որ վերջին պահին Միացյալ Նահանգների առաջարկած փոփոխություններն անարդար էին եւ խոստացել է պատասխան մաքսատուրքեր սահմանել ամերիկյան ապրանքների նկատմամբ։ ԱՄՆ-ն իր հերթին հայտարարել է, որ Կանադան հրաժարվել է ստորագրել գործարքը, որի պայմանների շուրջ ավելի վաղ համաձայնություն էր ձեռք բերվել։ Վերջին 3 օրվա ընթացքում երկու երկրի պաշտոնյաներն ինտենսիվ քննարկումներ էին անցկացնում Վաշինգտոնում առևտրային համաձայնագրի ուղղությամբ։ ԱՄՆ նախագահը խոստացել էր օգոստոսի 19-ից 50% մաքսատուրքեր սահմանել Կանադայի նկատմամբ, սակայն 3 օրով հետաձգել էր դրա իրագործումը բանակցություններին հնարավորություն տալու համար։ Եվրամիությունը դատապարտել է Իսրայելի կառավարության կողմից արևմտյան ափում բնակավայրի կառուցման մրցույթի հայտարարումը, դա որակելով անընդունելի։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Եմեն դեմ է այդ քայլին։ Նրա խոսքով դա խաթարում է երկու պետության սկզբունքով կարգավորման հեռանկարը, բաժանելով արևմտյան ափը եւ խախտելով պաղեստինյան տարածքների տարածական շարունակականությունը։ Մենք հանձնառու ենք մնում արդար եւ տևական խաղաղությանը հիմնված երկու պետության սկզբունքով կարգավորման վրա, նշել է նա։ Ավելի վաղ Իսրայելի որոշումը համատեղ հայտարարությամբ դատապարտել էին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Նիդերլանդները, Նորվեգիան եւ Կանադան, նշելով, որ ըստ միջազգային օրենքի արևմտյան ափում իսրայելական բնակավայրերն անօրինական են։ Սյուզաննա Չրաղյան։ Սարուխանի Լաուրա Մանուկյանի անվան թիվ 1 մանկապարտեզում նշում են հիմնադրման 60-ամյակը։ Հենց մանկապարտեզի մուտքից արդեն տոնական միջավայր ու տրամադրություն է։
Հյուրերին դիմավորում են մանկապարտեզի սաները եւ այս հաստատություն հաճախած Սարուխանցի շնորհալիները։ Հյուրերին սպասում են գեղարվեստական կատարումներ, բեմադրություններ, մանկապարտեզի հիմնադրման օրվանից մինչև այժմ մատուցվող ճաշատեսակների ցուցադրություն, հայկական ավանդական միջավայր։ Լայն բացեք, թևերը ձեր խաղաղություն ավետիք։ Մանկապարտեզի դահլիճում էլ հոբելյանական միջոցառում է կազմակերպել։ Մասնակցում են Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը, Սարուխանի վարչական ղեկավար Լյովա Աբրահամյանը, Սարուխանի հոգևոր հովիվ Տեր Ներսես Քահանա Սահակյանը, համայնքապետարանի, համայնքի կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, սարուխանցի մտավորականներ եւ հյուրեր։ Մանկապարտեզի տնօրեն Ելենա Մանուկյանը ողջունում է ներկաներին, իր ելույթում կարևորում վերջերս հիմնանորոգված եւ անցած տարվանից շենքային ու աշխատանքային նոր հնարավորություններով աշխատող մանկապարտեզի դերակատարությունը բնակավայրում եւ իր շնորհակալանքի խոսք նղում Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանին նախադպրոցական կրթական հաստատությունը ուշադրության կենտրոնում պահելու համար։ Համայնքապետարանի աջակցությամբ մեր մանկապարտեզը համալրվել է ամբողջովին նոր հապուկ և կոշտ գույքով, ժամանակակից տեխնիկայով, անհրաժեշտ բոլոր պարագաներով ստեղծվել են ավելի հարմարավետ պայմաններ մեր փոքրիկների կրթության և առօրյայի համար։ Շնորհակալություն ենք հայտնում բակի բարեկարգման և խաղաղապարակի կառուցման համար։ Շնորհակալ ենք համագործակցության, վստահության, երեխաների բարեկեցիկ ապագայի համար ներդրած կարևոր աշխատանքի համար։ Միջոցառմանը ներկայացվում է մանկապարտեզի 60-ամյա գործունեությունը, մանկապարտեզի դերը կարևորող շնորհակալական ու Հոբելյանի առթիվ շնորհավորական խոսքերով ու գեղարվեստական կատարումներով հանդես են գալիս նաև մանկապարտեզի աշխատակիցները։ Միջոցառմանը հրավիրված են նաև այս մանկապարտեզի տարեց աշխատակցուհիները։ Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանի կողմից նրանք շնորհակալագրեր են ստանում նախադպրոցական ուսումնական հաստատությունում երկարամյա եւ բարեխիղճ աշխատանքի համար։ Շնորհակալագրերը հանձնում է Գրիգոր Դաշտոյանը։ Դուք այն մարդիկ եք, ովքեր տարիներ շարունակ ձեր գիտելիքով, սիրով ու նվիրումով մասնակցել եք մեր մանկապարտեզի կայացման ու զարգացման գործին։ Կերտել եք մեր մանկապարտեզի պատմությունը, այսօր մեր ունեցած հաջողությունների, ստեղծված ավանդույթների և ջերմ մթնոլորտի հիմքում կա նաև ձեր աշխատանքի մեծ ներդրումը։ Հոբելյանի առթիվ շնորհավորական ելույթներով հանդես են գալիս նաև հրավիրյալները։ Թույլ տվեք պարոն Գուրգեն Երվանդի Մարտիրոսյանի անունից շնորհավորել Սարուխանի Լավրա Մանուկյանի անվան թիվ 1 մանկապարտեզի 60-ամյա Հոբելյանի առթիվ։ Սա մեկ Հոբելյան է, որ ամփոփում է ավելի շատ պատմություններ, հաջողություններ եւ սերունդների այստեղ միավորում, որովհետեւ այստեղից է սկիզբ առնում հիմնական կրթությունը։ Իմ մանկապարտեզը դարձել է 60 տարեկան։ Ես մանկապարտեզը իմ օգում իմն եմ համարում։ Ճիշտ առօրյայում ասել եմ մեր մանկապարտեզի թիմի մեջ, բայց իմ մանկապարտեզն է, որովհետև ես այս աստիճան առաջի սաներից մեկն եմ։ Շնորհավորում եմ կոլեկտիվին մանկապարտեզի 60-ամյակի առթիվ, ցանկանում եմ հաջողություններ։ Մեր երախտագիտությունը ձեր տված ջերմության համար, այն արած անգնահատելի գործի համար, որը ապահովում է նաև վաղվա ամուր ընտանիքն ու երկիրը։ Միջոցառումը եզրափակվում է հոբելյանական տորթի հյուրասիրությամբ։ Ավարտ Մանուկյան։ «2026 թվականի աշնանը Տավուշի մարզի 3 խոշորացված համայնքներում՝ Իջևանում, Դիլիջանում եւ Նոյեմբերյանում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Ըստ սահմանված ժամանակացույցի Իջևան եւ Դիլիջան համայնքներում ավականու համամասնական ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 25-ին, իսկ Նոյեմբերյան համայնքում նոյեմբերի 29-ին։ 2026 թվականին Հայաստանի 46 համայնքներում նախատեսված են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնց մեծ մասը կանցկացվի համամասնական ընտրակարգով։
Ներքին գործերի նախարարության միգրացիա եւ քաղաքացիության ծառայության փոխանցմամբ Իջևան համայնքում ընտրողների թիվը 34504 է, իսկ Դիլիջանում 19622։ Համամասնական ընտրությունների ժամանակ քաղաքացիները քվեարկում են կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների օգտին։ Քվեարկության արդյունքներով ստացված ձայների համամասնությամբ աշխում են համայնքի ավագանու մանդատները։ Ավագանին համայնքի տեղական ինքնակառավարման կարևորագույն մարմիններից է։ Ընտրված ավագանու անդամները մասնակցում են համայնքի զարգացմանն ու կառավարմանը վերաբերող որոշումների ընդունմանը, սկսած համայնքային բյուջեից ու ենթակառուցվածքներից մինչև համայնքի զարգացման ծրագրեր։ Առաջիկա ընտրություններին ընդառաջ քաղաքական ուժերը պետք է ներկայացնեն իրենց ծրագրերն ու առաջնահերթությունները, իսկ Իջևանի, Դիլիջանի եւ Նոյեմբերյանի բնակիչները քվեարկությամբ կորոշեն, թե ում են վստահելու համայնքի կառավարումը առաջիկա 5 տարիներին։ Ընտրական գործընթացի ընթացքում քաղաքացիների համար կարևոր է ոչ միայն իմանալ, թե ովքեր են մասնակցում ընտրություններին, այլև ծանոթանալ նրանց ծրագրերին, գնահատել առաջարկների իրատեսականությունը եւ հասկանալ, թե ինչ լուծումներ են առաջարկում համայնքների առջեւ ծառացած խնդիրներին։ Տավուշ մեդիան համալիր գործողությունների իրականացմամբ լուսաբանելու է մարզի 3 համայնքներում սպասվող թիմ ընտրությունների ողջ գործընթացը, ապահովելով ընտրական գործընթացի, մասնակից ուժերի, նախընտրական ծրագրերի եւ քվեարկության արդյունքների բազմակողմանի եւ հավասարակշռված լուսաբանումը։ Տավուշի մարզի համայնքների համար այս ընտրությունները նաեւ հնարավորություն են հանրային քննարկման օրակարգ բերելու տեղական նշանակության հարցերը եւ հասկանալու, թե ինչպիսի զարգացում են բնակիչները ցանկանում տեսնել առաջիկա տարիներին։ Վերակառուցել կոյուղատարները աստիճանաբար հրաժեշտ տալով քայքայված ու մաշված համակարգերին։ Սա Վիոլիա ջուրընկերության աշխատանքներում առաջնային ուղղություններից է։ Հրատապ լուծում պահանջող խնդիրները իրականացվում են հրատապ ծրագրերի շրջանակում։ Ընդ որում դրանք խնդիրներ են ստեղծում ոչ միայն բնակիչների, այլև Վիոլիա թիմի համար։ Ուստի որքան շուտ դրանք լուծվեն, այնքան լավ։ Այս պահին քայքայված ու մաշված կոյուղատարների վերակառուցման ու վերանորոգման աշխատանքներ են իրականացվում ինչպես Երևանի տարբեր վարչական շրջաններում, այնպես էլ հանրապետության մարզերում։ Շենգավիթ վարչական շրջանի Հովսեփ Հովսեփյան փողոցում խորհրդային տարիներին շահագործվել է 2 500 մմ տրամագծով կոյուղատար, սակայն հետագայում դրանցից մեկը վնասվել է եւ կոյուղաջրերի հեռացումը իրականացվել է միայն 1 կոյուղատարով։ Արդյունքում պարբերաբար առաջացել են խցանումներ, որոնք տարածվել են մինչև Մանանդյան ու Արարատյան փողոցներ։ Վերջին տարիների ընթացքում առաջացել էր խնդիր։ Մեկից մյուս միջանկյալ միացումը համ տրամագիծներ փոքր, համ վնասվել էր, այլևս աշխատանքային վիճակում չէր։ Դրանից առաջացել էր խցանումը տարածվել էր մինչև Մանանդյան 11 եւ Մանանդյան 21 շենքերը։ Գրեթե օրը մեջ կրկնվող խցանումների խնդիրը լուծելու նպատակով որոշում է կայացվել վերանորոգել 2 կոյուղատարների միջանկյալ հատվածը, սակայն 5 մետր խորությամբ խրամուղու բացումից հետո պարզվել է, որ այդ հատվածը կոտրված եւ ամբողջությամբ խցանված է, ինչի հետևանքով այն հնարավոր չէ վերանորոգել։ Վիոլիա թիմը որոշում է վերակառուցել չգործող 500 մմ տրամագծով կոյուղատարի վնասված հատվածը, այսպիսով լուծելով փողոցի կեղտաջրերի հեռացման հարցը։ Բագրատունյաց 3-րդ նրբանցքից մինչև Արարատյան փողոցի խաչմերուկ մոտ 200 մետր 500 մմ խողովակով մոտ աշխատանքները կատարվում են 5 մետր խորությամբ։ Աշխատանքների ավարտից հետո կապահովի Մանանդյան եւ Հովսեփյան փողոցների, ինչպես նաեւ Բագրատունյաց 3-րդ եւ Արարատյան առաջին նրբանցքների կոյուղատարների բնականon ու անխափան աշխատանքը։ Արարատի մարզի Վեդի քաղաքում եւս լուծում է ստանում տարիներ շարունակ բնակիչներին անհանգստացնող կոյուղատար համակարգի խնդիրը։ Քաղաքի Արաքել Մովսիսյան հրապարակի հարակից տարածքից սկիզբ առնող կոյուղատար համակարգի մի հատված տարիներ շարունակ համարվել է խնդրահարույց։ 250 մմ տրամագծով կոյուղատարը հասնելով այս հատված անհասկանալի նախագծային լուծման պատճառով շարունակվում էր ընդամենը 133 մմ տրամագծով մետաղական խողովակով։ Տրամագծի նման կտրուկ փոփոխությունը չէր ապահովում կեղտաջրերի բնականon հոսքը, ինչի հետևանքով պարբերաբար առաջանում էին խցանումներ ու արտահոսքեր։ Մենք ձեռնարկեցինք հրատապ միջոցներ եւ այստեղից սկսած կոյուղատար համակարգը սկսեցինք մեծացնել։ Այս հատվածում այդ 133 մմ մետաղական խողովակի փոխարեն, որը ի սկզբանե սխալ էր կառուցված, դրա փոխարեն մենք կառուցեցինք 250 մմ-անոց խողովակի հատված, այսինքն ինչպես որ գալիս է, այդ նույն տրամագծով մենք շարունակում ենք, որից հետո այնտեղ ունենք մոտ 60 մետր, այստեղ մոտ 40 մետր հատված վերակառուցում ենք նորով
Իսկ դրանից հետո եւս ունենք մոտ 60 մետր գոյություն ունեցող հատված, այնտեղ արդեն խողովակի տրամագիծը ավելի մեծ էր, 300 մմ հատված էր, մենք վերակառուցելուց ընտրեցինք 400 մմ-անոց խողովակաշար։ Ծրագրի ավարտից հետո Արաքել Մովսիսյան հրապարակից դեպի քաղաքի վերին հատված խցանումների պատճառները կվերացվեն։ Կբարձրանա կոյուղատար համակարգի թողունակությունը, կկարգավորվի կեղտաջրերի անխափան հոսքը, զգալիորեն կնվազի արտահոսքերի առաջացման վտանգը։ Սակայն համակարգի արդյունավետ աշխատանքը կախված է նաև դրա ճիշտ շահագործումից։ Կոյուղատար ցանցը նախատեսված է բացառապես կեղտաջրերի հեռացման համար, եւ դրա ոչ նպատակային օգտագործումը կարող է կրկին խցանումների պատճառ դառնալ։ Յուրաքանչյուրի պատասխանատու վերաբերմունքը կօգնի պահպանել կատարված աշխատանքի արդյունքը, ապահովել համակարգի անխափան շահագործումը եւ երկարաժամկետ արդյունավետությունը։ Հասմիկ Դիլանյան, Տիգրան Մաթևոսյան։ Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը, մասնավորապես խոշոր խմբաքանակների հայտնաբերումն ու իրացման շղթաների խափանումը ներքին գործերի նախարարության գործունեության առանցքում է։ Այդ ուղղությամբ ոստիկանությունը պարբերաբար իրականացնում է օպերատիվ հետախուզական թիրախային միջոցառումներ եւ համալիր գործողություններ։ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ մի խումբ անձինք իրենց կողմից կառավարվող տելեգրամյան ալիքների միջոցով զբաղվում են թմրամիջոցների իրացմամբ։ Ստացված օպերատիվ տեղեկությունները իրացնելով նույն բաժնի ծառայողները շուրջը հսկողություն եւ դարանակալներ են իրականացել վերնշված օգտատերերի բնակության հասցեներում։ Քրեական ոստիկանների ձեռնարկած լայնածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում նրանցից մեկը հայտնաբերվել, ձերբակալվել եւ տեղափոխվել է վարչություն։ Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նշված քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են իրականացել մի շարք անձանց բնակության հասցեներում, որի արդյունքում տելեգրամյան օգտատերերից մեկի բնակության հասցեից հայտնաբերվել է 2 կիլոգրամ 610 գրամ ընդհանուր քաշով մեթամֆետամին տեսակի թմրամիջոց, տարբեր անձանց բնակության հասցեներից հայտնաբերվել են մեթամֆետամին տեսակի թմրամիջոցներ, կանեպի բույսեր, ինչպես նաև 8.170.000 ՀՀ դրամ գումար եւ 4500 ԱՄՆ դոլար։ Հետագա միջոցառումների արդյունքում 7 անձ ձերբակալվել է, նախաքննությունը շարունակվում է։ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հետևողականորեն շարունակում է հասցեական պայքարը թմրամիջոցների անօրինական շրջանառության եւ դրանց տարածման ցանցերի չեզոքացման ուղղությամբ։ Օգոստոսի 14-ին ժամը 11:45-ին ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ ստացվեց գողության վերաբերյալ մայրաքաղաքի Վերնիսաժ բացօթյա տոնավաճառի պահեստից տարել էինք զարդեղենով ճամպրուկ։ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները շտաբ մեկնեցին դեպքի վայր։ Պարզվեց, որ ժամը 9:35-ից 45 ընկած ժամանակահատվածում պահեստից գողացել էին $50,000 արժողության արծաթե զարդեր։ Եվ Նորք մարաշվարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ։ Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում քրեական ոստիկանները պարզեցին, որ գողությունը կատարել է մայրաքաղաքի ներքին Ջարբախի 43-ամյա բնակիչը, որն էլ ահազանգից ժամեր անց ժամը 17:10-ին հայտնաբերվեց իր տան մոտ, ձերբակալվեց եւ գողացված ճամպրուկով հանդերձ տեղափոխվեց վարչություն։ Նախաքննությունը շարունակվում է։